Կարգը պահելու համար միայն մեկ միջոց կա։ Այն մարդիկ, ովքեր ավելի շուտ են այս ոլորտում, դերասանները, պրոֆեսիոնալ, այդ մարդիկ կարծում են, որ անհրաժեշտ է դերասանական կրթություն, ինչ-որ բազա եւ այլն, ու մարդիկ, որոնք չունեն դրանք, իրավունք չունեն զբաղվելու սրանով, բայց դա սխալ է։ Ես կարծում եմ, որ հենց կրկնօրինակման դերասան լինելը մեկ այլ մասնագիտություն է։ Իհարկե, դերասանական տեխնիկան, արվեստը կարող է օգտակար լինել, այդպես ավելի հեշտ կստացվի ինչ-որ լավ արդյունքի հասնելը, բայց ես ու իմ նման մարդիկ, ովքեր սրանով են զբաղվել, թեկուզ դա տևել է ոչ 1 տարի, ոչ 2, 3, 4 տարի, բայց հասել են ինչ-որ մի մակարդակի ու չեն զիջում դերասաններին, որոնք այսպիսի գործերով են զբաղվում։ Ես մեծացել եմ այստեղ Բարեկամավանում, գնացել եմ այստեղի միջնակարգ դպրոցը, ավարտել եմ, հետո ընդունվել եմ Եվրոպական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, կառավարման բաժին, այս տարի եմ ավարտել ու դեռևս գյուղում եմ, դեռևս կա այս փոքրիկ աշխատանքը, որ ինձ ստիպում է մնալ գյուղում, իմ հայրենիքում ու չլքել այն։ Իմ մոտ միտք առաջացավ թիմ հավաքեմ ու Հայաստանում փորձեմ այս ոլորտը զարգացնել։ Facebook-յան մի հատ խումբ կար, ասեք ինչ կինո նայեմ, դեռ հայտարարություն տվեցի, որ որոշել եմ այսպիսի բաներով զբաղվել, մարդիկ են հարկավոր, ովքեր ցանկանում են միանալ, ես ամեն ինչ կսովորեցնեմ եւ այլն։ Ու երկու աղջիկ մեզ դիմեցին, մեկը հենց Տաթև Սիրոնյանը, որի հետ մինչև հիմա մենք աշխատում ենք, Արուսիկ Պետրոսյանը, Արուսիկը աշխատում էր ռադիոյում, իսկ Տաթևը հենց լրագրող էր ու իրենք արդեն ունեին են բազան, այսինքն կարողանում էին իրենց ձայնին տիրապետել։ Ու այդպես սկսեցինք, նաև թիմին միացավ իմ ընկերը, որ նույնպես սիրողական ոճի կրկնօրինակում էր անում, Վարդանը, նախ տեքստն ենք մեր մեջ բաժանում, թարգմանում ենք բաժանում, հետո դերասաններ իրենք ինձ նման ձայնագրվում են տնից ու ուղարկում իրենց ձայները համացանցի օգնությամբ, իրենց ձայնագրություններն ուղարկում են ինձ։ Ես իմ հերթին այդ բոլորը բերում եմ բալանսի, թիմում հանդիսանում եմ նաև որպես հիմնադիր եւ որպես հնչյունային ռեժիսոր։ Այդ ամենը բերում եմ ինչ-որ բալանսի, որպեսի ճիշտ հնչի, որպեսի նման հնչի օրիգինալի հետ։ Օրինակի համար ես այս մուլտֆիլմում հնչյունավորելու եմ ջրային կերպարի։ Բարև, Ֆերն։ Գործերն ինչպես են։ Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կրակի թաղամասից է ուղարկել։ Պատմիր նրան հայրիկիդ ու նրան հուսախաբանելու մասին։ Բայց այն ինձ ուզեց։ Բայց ամենակարևորն այն է, որ եթե հայրիկը թոշակի չանցնի Էմբերի Օ, հրդեհ։ Վայ, կներես։ Դու շատ կրակոտ ես։ Նկատի ունեմ կրակի կտոր ես։ Չէ, դա չի ուզում ասել։ Լավ, կներես։ Օրինակի համար ֆիլմում դերասանները, հերոսները խոսում են ինչ-որ աղմկոտ սենյակում, որտեղ լիքը էխո կա, ռևերբերացիա կա եւ այլն, ես այդ ամեն ինչը վերարտադրում եմ ծրագրի մեջ։ Ես աշխատում եմ թվային ստուդիայում, համակարգչի վրա, թվային ստուդիա, օրինակի համար Pro Tools-ը, Logic Pro-ն, կոնկրետ ես աշխատում եմ Reaper-ում, այստեղ հարմար է ու սրան եմ սովոր։ Ամեն ինչ էլ հնարավոր է անել։ Ներկա պահին մենք ավելի շատ կորեական սերիալներ ենք անում։ Ես իմ գործընկերը Թաթև Սիրոնյանը շատ հաճախ ենք համագործակցում իրար հետ, այսպես ասեմ, մարդիկ մեր դուետը շատ են սիրում։ Հիմնական մեզ նայող մարդիկ, մեր աուդիտորիան կորեական, ասիական մշակույթի սիրահարներն են։ Որն է քո սիրելի ուտեստը։ Դե, ես սիրում եմ ծվածեղի ռուլետներ։ Իհարկե, խնդրեմ։
Մոտ սերիալը կարծում եմ 45 րոպեանոց սերիալը կարելի է թարգմանել ամենաշատը 2 ժամում, ամենաշատը, բայց քանի որ այնպես է ստացվում, որ դուետով ենք աշխատում, օրինակի համար ես եւ Տաթև Սիրունյանը, ամեն մեկս մեր տեքստը թարգմանում ենք, օրինակի համար ես ականջակալները դրեցի, լսում եմ ինչա կատարվում, ինչ են խոսում հերոսները ռուսերեն, այդ մտքումս թարգմանում եմ հայերեն ու զայնագրում եմ արդեն։ Չեմ ուզում գլուխ գովալ, բայց չենք զիջում ինչ-որ այլ ռուսական թիմերի, չասեմ հեռուստաընկերությունների, որովհետև ինչ-որ չափով զիջում ենք, բայց ռուսական թիմերի, որոնք նույնպես այս գործով են զբաղվում, առհասարակ չենք զիջում իրենց։ Թակարակ փորձում ենք շատ ավելի լավ անել ու ռուսներից ավելի արագ անել, որպեսզի նայեն հենց առաջինը հայերեն մեզ մոտ։ Ամենակարևորը դա է, որ մարդիկ չգնան այլ լեզվով նայեն, գոյություն ունի հայերեն։ Թիմի մասնակիցների մեծ մասը Երևանում է գտնվում, թեպետ գյուղը թողնելը շատ բարդ է, այսպես ասեմ, ոնց որ քեզնից մի մասնիկ փոքեն։ Ահա որ բարդ է, որովհետև այստեղ ամեն մի տուն, ամեն մի քար, ամեն մի ձոր շատ հարազատ է։ Մեկի ինձ։ Չեմ ուզում մշտական գնալ, անպայման, եթե գնամ, այնպես ստացվի, որ աշխատանք առհասարակ չլինի, եւ նույնն է հետ եմ գալու, ավելի թարմ ուժերով, ավելի լավ գաղափարներով։ Անցյալը։ Ապագան։ Ես նաև աղավնիներ եմ պահում ու նաև զբաղվում եմ գյուղի մնացած գործերով, տան գործերով։ Իրենք իրենց հետաքրքրությունն ունեն, շատ, բայց լի վտանգավոր է, որովհետև կան գիշատիչ թռչուններ, որոնք մեկ-մեկ, եթե թռցնեն գալիս ու հարձակվում են իրենց վրա։ Դրա համար աշխատում ենք շատ չթռցնել, իրենք այսպես հանգիստ մնում են։ Թեպետ աղավնիները այն գլխավոր էակներն են, ովքեր ինձ խանգարում են կրկնօրինակման ընթացքում իրանց ձայներով, թևերի ձայներով, կամ իրանք են ձայներ հանում, կամ էլ աքլորը, ամենաշատն աքլորն է խանգարում։ Ես մի օր իմ վրեժը լուծելու եմ հաստատ իրանից։ Իհարկե կատակ։